Ես մի հատ օրինակ էլ ձեզ պետք է բերեմ, որպեսզի հասածս լրիվ հասկանալ։ Տեսեք, 2001 թվականին, երբ որ մենք նշում ենք քրիստոնեության 1700-ամյակը, ինձ հետ հանդիպում խնդրեց Ալբերտ Բոյաջյանը։ Ալբերտ Բոյաջյանը մեր հայտնի ամերիկահայերից է, մեծահարուստ, որը մեծ ավանդ ունի հայկական խաղերի, այդ համահայկական խաղերի կազմակերպման գործում, մեծագույն ավանդ ունի, մեծագույն, նրա նվիրյալն է մի այլ կերպ։ Բացի դրանից ինքը բավական լուրջ մասնակցություն ունի ամերիկյան համագումարի գործունեության լոբիստական կազմակերպությունների հետ բանում։ Եվ մեր զրույցներից մեկի ժամանակ ինքն ինձ ոգևորված, որ ես համոզված եմ, որ ձեզ մոտ կստացվի, ինչ ասես բաներ էր ասում, ասեց ինչ եք ուզում դուք, պարոն Հարությունյան։ Իրան թվում էր, թե իրանք ասեմ, այսքան գումար, այսքան բան։ Ասեցի, պարոն Բոյաջյան, դուք ամերիկյան այդ լոբիստական կազմակերպություններում հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ինչ գումար եք ծախսում, ասես դրանք մեծ թվեր են, պարոն Հարությունյան։ Ասի եւ դուք ինչ եք ասում, ձեր ամերիկացի քաղաքացիներին, ձեր գործընկերներին, ասում եք, որ մի հատ խեղճ անտեր ժողովրդի այդ վայրակ բաները բռնաբարեցին, այդ եք չէ ասում։ Ձեր ընկերները ինչ սրիկաններ են դրանք, բարբարոսներ եւ այլն, չէ։ Բայց այդ րոպեինքը միացնում է հերոստացույցը ամերիկյան եւ տեսնում որ նույն բանը մտեղի անուններում ասենք Ռուանդայում։ Մեր ցեղասպանությունը եղել է 100 տարի առաջ, նրանք այսօր տեսնում են Ռուանդայում։ Նույն բանն է տեղի ունենում։ Իրանց մոտ ասոցիացիան հայոց ցեղասպանություն Ռուանդա, Սուդան եւ այլն նույնն է։ Հավասար մակարդակի վրա։ Ասի հիմա ես հարց եմ տալիս, դուք ասում եք ինչ եմ ուզում, ասի ես ուզում եմ, որ երբ որ դուք ամերիկացի ընկերներիդ նստած լինեք, ու դուրը բացվի մտնի ներս մի հատ հայ տղա, ձեր ամերիկացի ընկերները ոչ թե հիշեն ցեղասպանությունը, երկրաշարժ կամ Ղարաբաղյան շարժումը, այլ հիշեն Նարեկացուն, Կոմիտասին, Համբարձումյանին, Գալամյանին, ամերիկացի ընկերները հիշելուց առաջ մենք պիտի հիշենք։ Մի րոպե, ուշադրություն դարձրու։ Հետևաբար խնդիրը կանում է հետևյալում։ Ես բառացիորեն ասում եմ, ինչ որ իրան ասել եմ։ Հետևաբար մենք պետք է ասենք նրան, որ շարքային ամերիկացին, շարքային եվրոպացին գիտակցի, որ հայի վրա սուր քաշել նշանակում է իրենց զրկել, իրենց իսկ հոգևոր արվակներից կամ աղբյուրներից մեկից։ Պիտի հասկանա, որ հայը քաղաքակրթական միավոր է։ Ապրես, որպեսզի դա, այսինքն դու պետք է ներկայանաս միջազգային հանրությանը ոչ թե քո տնտեսությամբ կամ բանակով, նախ եւ առաջ քո հոգևորով, որտեղ մեր բազմածալք հոգևոր ժառանգությունն է միակ այցեկարտը, որով մենք կարող ենք ներկանալ միջազգային հանրությանը եւ որի պարագայում միջազգային հանրությունը ցեղասպանությանը կնայի ոչ միայն որպես ինչ որ մի խեղճ ժողովրդին բարբարոսների կողմից վերացնելու քան, այլ կնայի իրենց սեփական քաղաքակրթական աղբյուրներից զրկելու փորձ։ Հրաշալի է։ Հետևաբար այն գաղափարախոսությունը, որ մենք պիտի դնենք մեր պետության ու մեր ազգային հերանեկարի հիմքում, պետք է ունենա քաղաքակրթական արդի բաղադրիչ։ Հետո ուստի սա նշանակում է, որ այն ինչ մասին վերսել դուք խոսում եք, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, իդեպ միջև այս միտքս ասել, իսկ պատահական չէ, այդ դեպքում այս իշխանությունից որ եկավ, ասես մշակույթ նախարարությունը վերացնում եմ։ Փոխանցում եկավ մեկ դասած մշակույթի ես։ Ինչու՞, որովհետև ինքը չէր գիտակցում մշակույթին։ Լավ մշակույթը ասում են ակունցին եմ հիշում։ Դե ինքը չէր գիտակցում, չէ՞ ինչ է նշանակում մշակույթ։ Ես այդ ժամանակ հոդված եմ գրել։ Բանակը մեր սուրն է, իսկ մշակույթը մեր վահանը։ Մենք աշխարհի ժողովուրդներին, Գևորգ, կարող ենք ներկանալ միայն մեր մշակութային ժառանգությամբ։ 2002 թվականին Գալամյանի աշակերտները Տոկիոյում կազմակերպեցին հսկայական հզոր համերգ նվիրված Գալամյանի 100-ամյակին, նրա բոլոր աշակերտները Հայաստանից ոչ մեկը չէր մասնակցում։ Բայց դա թույլատրելի է։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ։ Մենք միակ զենքը մեր մշակույթն է, որով մեզ կարող են ճանաչել, որոնցով մեզ կարող են գնահատել։ Սա
Եթե կուզեք, մեր արտահանման համար մեկ պրոդուկտը պետք է լինի։ Ես այդպես եմ հասկանում։ Եթե մենք սա չենք անում, դասը դուք ընդհանրապես արվեստ նկատի չունեք։ Չէ, ոչ միայն, չէ, բա գիտությունը մշակույթ չէ։ Okay. Ինչի մասն է խոսքը։ Չէ, ես բնական ավելի մեծ բաների մասն եմ ասում։ Ես նկատեմ այն հոգևորը, որ վրա խարսխված է այս ժողովուրդը։ Մեր պատմական ողջ անցյալը հոգևորով է պայմանավորված։ Նարեկացին, դուք կարծում եք պատահաբար Նարեկացուն Վատիկանը կարգեց տիեզերական վարդապետ։ Նարեկացուն Դանթեին չկարգեց, այլ Նարեկացուն, որտեղ Նարեկացուն Դանթեից 243 տարի առաջ է գործել, ստեղծագործել ու գրել իր Մատյանը։ Ինչի մասնախ։ Մենք սա ունենք, սա ուրիշինը չի, եւ մենք այս մեր մշակութային արժեքները ստորադասելը կամ անտեսելն է, որ հիմա այն հարևանը ամեն մի բան իր կողմը ասում է, սա հայկական չի, սա ալբանական է, մեզնից է գալիս դա։ Մենք ենք մեղավոր, որտեղ մենք չենք գիտակցել մեր մշակութային ողջ ժառանգության, բազմացալ քրիստոնեական ժառանգության ողջ էությունը։ Դրա համար էլ հարցակվում ենք։ Նաև նախաքրիստոնեական, չի միայն քրիստոնեական։ Ну, ես ասում եմ քրիստոնեական, որտեղ որպես քրիստոնեությունը, որպես պետական կրոն առաջին ընդունելը դա բրենդ է։ Միջազգայինորեն ճանաչելի բրենդ։